Հական Ֆիդանի կենսագրությանը քիչ թե շատ ծանոթ մարդ գիտի, որ նա հակահայկական, հակահայաստանյան քաղաքականության մեջ Թուրքիայի կարևորագույն օղակներից մեկն էր եւ կարևորագույն կերպարներից մեկն էր, նաեւ պաշտոնի բերումով, ղեկավարելով հետախուզությունը դեռ այն ժամանակ, երբ Արցախը անկախ էր, երբ Հայաստանը ուժեղ էր եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է, չէ՞, որ Թուրքիայի հետախուզության պետի թիրախը պետք է լինի Հայաստանը։ Հիմա ինչ մեթոդներով պետք է աշխատի Հայաստանի դեմ թուրքական հետախուզությունը, բարեկամական մեթոդներով չպետք է աշխատի։ Պարզ է, որ այդ աշխատանքները ղեկավարել է այդ անձնավորությունը։ Ընդ որում, որը լավագույնս տեղյակ է եղել, ինչպես են իրենք սիրիացի վարձկաններ բերել, Ադրբեջանի կողմից, որոնք սպանել են հայ զինվորների։ Տիկին Սեյան, եւ նաեւ մի բան հիշեցի, ինչն է հետաքրքիր, որ թուրք պաշտոնյաները տարբեր, որոնք նաեւ գիտական անցյալ ունեն, իրենց գիտական գործունեությունը, գիտական այսպես տեսական միտքը եւ իրենց պրակտիկ գործունեությունը իրար հետ շատ լավ համադրում են ի տարբերություն մեր այստեղի պաշտոնների, որոնցից մեկի մասին նոր խոսեցինք, որի գիտական գործունեությունն ու քաղաքական գործունեությունը իրար հակադիր են։ Նույն այդ իրավաբանի մասին եմ խոսում։ Հիմա նայեք, Հական Ֆիդանը գիտությունների դոկտոր է, ես իր ակնախոսությունը կարդացել եմ, թեման է հետախուզության դերը արտաքին քաղաքականության մեջ։ Հիմա տեսեք, նա հետախուզության պետ է եղել, հիմա արտաքին գործերի նախարար է, թեման ուսումնասիրել է, ինչ է հետախուզությունը, ինչ է արտաքին քաղաքականությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը, որը 44 օրյա պատերազմի ժամանակ կրկին կարևորագույն անձանցից էր, Հուլուսի Աքարը գլխավոր շտաբի պետ էր եւ այլն, այդպես ռազմական մեծ անցյալ ունեցող։ Հուլուսի Աքարը ուրեմն նույնպես գիտությունների դոկտոր է եւ գեներալ, գլխավոր շտաբի պետ եւ այլն եւ այլն։ Նրա դոկտորական ակնախոսության թեման հայկական հարցը եւ միջազգային հարաբերությունները։ Պատկերացնում եք Թուրքիայի գլխավոր շտաբի պետ գեներալը գիտականորեն ուսումնասիրել է հայկական հարցը եւ միջազգային հարաբերությունները։ Հիմա մեր դեմ այսպիսի մարդիկ են, որոնք Հայաստանը, հայկական խնդիրը, հայոց ցեղասպանության խնդիրը, հայկական հարցը, սփյուռքը եւ այլն գիտեն մանրամասնորեն, գիտականորեն եւ դրա դեմ պայքարում են համապատասխան ձևով։ Դրա համար էլ իրենց պայքարը ասենց էֆեկտիվ է։ Ոչ թե կրթություն չունեցող, շատ քիչ գիտելիքներ ունեցող մարդկանց վստահում են ահռելի գերատեսչություններ։